մենք հանդիպել ենք եւ Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ, եւ միասին այլընտրանքային հասարակական քաղաքական շարժման հետ, եւ Հայրենիք կուսակցության հետ, եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, Արթուր Վանեցյանի հետ նույնպես եղել է հանդիպում եւ կարծում եմ, որ նրա տեխնացությունը եթե առաջադրվի, դա լրիվ տեղավորվում է առողջ տրամաբանության եւ խելամտության շրջանակներում, այնքանով, որ նա առաջնորդել է պատիվ ունեմ դաշինքը նախընտրական շրջանում, իսկ ըստ ընտրական օրենսգրքի առաջի համարի տեխնացուն համարվում է նաեւ վարչապետի տեխնացու, այսինքն ի սկզբանե պատիվ ունեմ նախընտրական դաշինքի վարչապետի տեխնացուն եղել է հենց ինքը Արթուր Վանեցյանը։ Եվ չնայած ինքը որոշ հանգամանքների բերումով վայր է դրել պատգամավորական մանդատը, բայց իրենց կուսակցության քվոտայով առաջադրված մյուս պատգամավորներն, ովքեր ընտրվել են, նրանք շարունակում են մնալ որպես ազգային ժողովի պատգամավորներ, եւ տրամաբանական կլինի, եթե նրանք Արթուր Վանեցյանին առաջադրեն վարչապետի տեխնացու, կարծում եմ, որ նրա տեխնատության առաջադրումը հիմա քննարկումների փուլում է եւ եթե այդպես որոշում կայացվի, մասնավորապես պատիվ ունեմ խմբակցության կողմից, դա կլինի տրամաբանական